ազգային ժողով է։ Ելույթները կարող են լինել սուր, կարող են լինել վիրավորական, կարող են լինել անընդունելի եւ այլն։ Այդ ժամանակ ինչ է պետք անել։ Ուզում եք միասին ուսումնասիրենք, որովհետև մենք սահմանափակված ենք ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով։ Նախազգուշացում, խոսափողի անջատում, մեկ նիստի խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում։ Հիմա պատկերացրեք, եթե օրինակ Հայաստանի Հանրապետության դատարաններում բոլոր գործերը եկեք կարճենք, ամեն մեկս յուրովի այդ հարցերին անդրադառնանք։ Ամեն մեկս։ Մենք ինչ ազդակ ենք տալիս հանրությանը։ Իդեպ, շատ կարևոր հանգամանք եմ ուզում ընդգծել։ Նիստը նախագահելու շրջանակներում չափազանց կարևոր է ոչ թե իրավիճակը լրացուցիչ սրել, ես իդեպ իմ հենց նախնական ելույթի շրջանակներում որպես ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու ինչ էի ներկայացնում, որ չպետք է լինի որևէ մի խմբակցության նկատմամբ հատուկ մոտեցում, պետք է լինի ամբողջ ազգային ժողովի նիստերի դահլիճի նկատմամբ հավասար մոտեցում։ Նիստը նախագահողը մեր խմբակցության կողմից ոչ ընդունելի որակված արտահայտության հաջորդող ժամանակահատվածում ինչ արտահայտություններ արեց։ Ինչ արտահայտություններ արեց, դուք դա լսել եք, ես դա չեմ կրկնի։ Իդեպ ինքս իմ մոտեցման հետ կապված մի կարևոր ձետալ էլի բացահայտեմ։ Նախընտրական քարոզարշավից ենք խոսում։ Նախընտրական քարոզարշավի շրջանակներում, որ խոսվում է իբրև մենք ենք ռադիկալացման տարել, դուք էլ եք տարել, այն մենք նույնիսկ ասեմ չենք տարել։ Ես հիշում եմ այն խոսույթը, որը հրապարակավ ներկայացվում էր, ես դրա դեմ իրավական գործիքակազմով եմ արձագանքել։ Իդեպ երբևէ դրանք նորից չվերարտադրելով, ես ինքս հրապարակավ այդ խոսույթը երբեք չեմ վերարտադրել։ Բայց հիմա մի կարևոր հանգամանք էլի ընդգծեմ։ Դուք պատկերացնում եք ինչ եք անում։ Դուք ձեր գնահատմամբ սխալին սխալով եք արձագանքում։ Դուք ձեր գնահատմամբ ոչ ճշտին նույնությամբ կամ մի բան ավել եք արձագանքում։ Գիտեք, երբ պետության եւ իրավունքի տեսության ամենասկզբնական ժամանակահատվածն էր, մարդիկ ասում էին կեցության կանոնի համար պետք է լինի կարգ։ Դուք այդ կարգը չեք պահում։ Մենք իդեպ հատուկ ուզում եմ ընդգծեմ, մենք ոչ թե պայմանավորվածություններ ենք դիտարկում, բարևարկության հետ կապված եւ այլ։ Մենք ի սկզբանե ենք տենց մոտեցմամբ եկել։ Ի սկզբանե։ Մի հատ խնդրեմ ավելին, մի հատ համեմատեք այն խոսույթը, որը ներկայացվել է հավաքական ձեր կողմից, հավաքական առանց անձերի նայելու։ Եվ հետո նայեք կրկին հավաքական այն խոսույթը, որը մեր կողմից է ներկայացվում։